Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալություն, տիկնայք և պարոնայք, ընդամենը մի քանի ամիս առաջ այս նույն դահլիճում գրքեր էին բորբոքվում Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության կապակցությամբ։ Հիմա մենք տեսնում ենք, որ տոները փոխվել են, տեղի է ունենում հանդարտ, երբեմն նույնիսկ մտերմիկ խոսակցություն, ինչից ակնհայտ է դառնում, որ քննարկման մասնակիցների մեծամասնությունը, իշխանական հատվածը որոշակի դասեր է քաղել Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հայտնի խորհրդակցությունից։ Սերժ Սարգսյանը, դիմելով իշխան Զաքարյանին, այդ խորհրդակցության ժամանակ ասում էր. «Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը կարողանա, օրինակ Ստեփան Մնացականյանին, ով Հայաստանի վիճակագրության պետական կոմիտեի նախագահն է, հունից հանի և կարողանա նրան ստիպի բացատրել որևէ թվի պատճառները և հետևանքները»։ Այսինքն Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ ստացվում էր, որ նույն վիճակագրության վարչության պետը որևէ կարիք չունի բացատրելու, թե ինքը ինչպես է ստանում այդ թվերը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես շատ մեծ հանելուկ է, թե այդ թվերը ինչպես է ստացվում և ինչպես է, որ մի քանի տարբեր թվեր շատ հաճախ չեն բռնում իրար։ Այդ ուղերձը ակնհայտ է, որ իշխան Զաքարյանը շատ ուշադիր է սերտել և հիմա նրանից այսօրվա հարցուպատասխանի ընթացքում ակնհայտ դարձավ, որ հնարավոր չէ ստանալ որևէ հարցի պատասխան, հնարավոր չէ հասկանալ նրա որևէ նախկինում արտահայտած դիրքորոշման պատճառները և հետևանքները։ Դուք բոլորդ հիշում եք, որ իշխան Զաքարյանը այստեղից կաբել էր ցույց տալիս և ասում էր, որ այդ կաբելը շուկայում արժի 120,000 դրամով, բայց պետական բյուջեի միջոցներին այդ կաբելը գնվել է հարյուրավոր անգամ բարձր գնով։ Հիմա տիկնայք և պարոնայք, հասկանում եք, այդ ողջ քննարկումը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ։ Եվ այսօր հանրությունը ուզում է իմանա, ի վերջո լավ, այդ ինչ կաբել էր, ով էր գնել, ինչու էր այդքան թանկ գնել և ինչ են եղել դրա հետևանքները։ Հանրությունը այսօր չունի այդ հարցի պատասխանը և իշխան Զաքարյանի ելույթից հասկանում ենք, որ նա հավատարիմ Սերժ Սարգսյանի պատգամին չի պատրաստվում որևէ բան բացատրել։ Բայց հասկանում եք, որ մենք սրանով անընդհատ խոսք է գնում ազգային ժողովի և ընդհանրապես պետական կառավարման մարմինների դերակատարման մասին, մենք ամեն անգամ ևս մի աստիճանով հանրության ընկալումը պետական կառավարման և ընդհանրապես խորհրդարանի հասցեին իջեցնում ենք, որովհետև մենք անընդհատ տալիս ենք հարցեր, բարձրացնում ենք հարցեր, աղմուկ ենք անում, աղաղակ ենք անում, հետո բոլորը միանգամից մոռանում են, անցնում ենք հաջորդ թեմային, մինչև հարմար քաղաքական պահ կգա և հերթական մեծ բացահայտումները, մեծ աղմուկը, գոլորշի բաց թողնելու հերթական մեթոդը կկիրառվի։ Ես չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է, և ես կարծում եմ, որ այո, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել այդ նույն խորհրդակցության ժամանակ, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է պատասխան տա ի վերջո իր ասածի համար։ Եվ ես, պարոն Զաքարյան, ձեզնից պահանջում եմ, որ դուք ասեք, այդ ինչ կաբել էր ի վերջո։ Լավ, այդ կաբելի գնման արդյունքում թալանվել է պետական բյուջեն, թե չի թալանվել։ Եթե թալանվել է, մենք որպես խորհրդարան, որպես պետական մարմին, ինչ պիտի անենք։ Լավ, ժողովուրդը ինչ մտածի այդ ամեն ինչի մասին։ Ժողովուրդը կարող է մտածել, որ ներիշխանական ինչ-որ կռիվներ են, այդ ներիշխանական տարբեր կլանները տարբեր գործիքներով իրար վրա ներազդում են, հետո գնում են կաբինետներում, փակվում են, այսպես կներեք այդ բառից համար, ռազմիրատ են անում, ամեն մեկը իր փայը ստանում է ու քաշվում է։ Գիտեք փայերի մասին։ Իշխան Զաքարյանը փաստորեն չի ուզում հանրությանը բացատրել, թե որտեղից իրեն մի քանի միլիոն դոլար արժողությամբ տուն։ Իմիջիայլոց ես գիտեմ, որ դա ավանդույթ է ընդհանրապես Հայաստանի կառավարման համակարգում, ինչ որ հարց ես տալիս, ինչ որ պատասխան են տալիս, հետո հույս ունենալով, որ բան կանես, կասես դե հո նույն հարցը անընդհատ չեմ կրկնելու, որ տենց ցրենք, խոսենք, ասենք, թեման փոխենք։ Ոչ, պարոն Զաքարյան, ես պնդում եմ, որ դուք որպես Վերահսկիչ պալատի նախագահ, պարոն Զաքարյան, որպես Վերահսկիչ պալատի նախագահ, դուք պետք է ինքը պարտավոր է լսել։
Այդ թվում նաև դուք, խնդրում եմ մի խանգարեք ինձ։ Ես պնդելու եմ, դուք այստեղ բան չի, որ ամեն անգամ գալիս եք ասում իրավունք թերթում են գրել, ներդրող եք դրել, դուք տուն եք կառուցել, թե արտադրամաս, մի հատ էլ հասկանանք։ Ինչ է նշանակում տանս ներդրում են արել։ Մեխանիզմը բացատրեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ բոլոր անտուն քաղաքացիները իմանան, այդ ինչ պետք է անեն, որ միջազգային ներդրողները վազեն իրենց տները կառուցեն։ Հայաստանում անտնությունը ի դեպ բավականին լուրջ խնդրեմ է։ Խնդրում եմ այդ խնդիրը լուծեք։ Ու սա իմիջիայլոց միայն ձեզ չի վերաբերվում։ Ես այդ մի քանի անգամ տարբեր տեղերում կրկնել եմ։ Հիմա պատեհ առիթն է, քանի որ Սերժ Սարգսյանի եւ խորհրդակցության մասին խոսեցինք, եւս մի անգամ կրկնենք։ Ասենք օրինակ Սերժ Սարգսյանի ընտանիքը եւ դահլիճում նստած բոլոր միլիարդատեր պետական պաշտոնյաները թող հանրությանը բացատրեն, թե ինչպես է հնարավոր դառնում մի քանի տարվա ընթացքում 4 աշխատավարձող ապրողից դառնալ միլիոնատեր, միլիարդատեր։ Ասեք հանրության, թող մարդիկ հարստանան, դուք պնդում եք, որ կա հնարավոր է տենց ազնիվ ճանապարհներ։ Ինչ եք թաքցնում, ասեք թող մարդիկ իմանան, բոլորը հարստանան, թե ուզում եք մենակ դուք հարուստ լինեք այս երկրում։ Սա շատ կարևոր քաղաքական հարց է, տիկնայք եւ պարոնայք։ Եվ հիմա Իշխան Զաքարյանի տրցակը թղթերի ակնհայտորեն բարակել է, ձայնի տոնը ակնհայտորեն նույնպես բարակել է, ասելիքը նույնպես ըստ էության քչացել է։ Ինչն է այս պատճառը, ես չեմ ասում, որ չի կարող այդպես լինել, բայց ես ասում եմ, եկեք այնպես անենք, որ հանրությանը հասկանա, թե ինչի մասին ենք մենք խոսում, ինքը ունի հարցեր, եւ ինքը այդ հարցերի պատասխանը պետք է ստանա հենց այս ամբիոնից, պարոն Զաքար, հենց այս ամբիոնից, որովհետեւ շատ կարևոր քաղաքական խնդիր է։ Հիմա այդպես էլ չհասկացվեց, պետական բյուջեի 700 միլիարդ դրամանոց հատվածը թալանվում է, թե չի թալանվում։ Չհասկացվեց, որովհետեւ դուք ասում եք, որ կոռուպցիոն ռիսկի տակ է, կառավարությունը ասում է, այդպես չի, վերջը արդյունքը պետք է լինի։ Եվ որպեսզի կառուցողական այսպես ֆոնի վրա դնենք այս ամբողջ խոսակցությունը, ես ձեզ եւ կառավարությանը, եւ ձեզ, եւ իմիջայլոց պարոն Աբրահամյան եւ ձեզ, ես հիշում եմ դուք ինչ բուռն արձագանք տվեցիք, զարմացած եք, որ այդքան թալան չկա մեր երկրում։ Մի նախադասությամբ ձեր եզրակացությունը ասեք մարդկանց։ Հենց այս ամբիոնից օգտագործեք այս ամբիոնը։ Լավ ասեք, ստեղ ճիշտ է, ստեղ սխալ է, որտեղ չի կարող, որ իրար հակասող 10 հայտարարությունները ի վերջո արդյունքը պարզ չլինի։ Չնայած տեսականորեն ես էլ իմ դիրքորոշումը կարող եմ արտահայտել, որովհետև նույն պարտավորությունը տարածվում է ձեր վրա։ Դուք ասեք, խնդրում եմ, ասեք յուրաքանչյուրը քաղաքական ուժերը, այն մարդիկ, որ բուռն արձակ, ասեք ի վերջո ձեր եզրակացությունը որն է։ Եթե անկեղծ ասեմ, ես այդ պարտավորությունը ինձ վրա եմ վերցնում, ես իմ տպավորությունը ասեմ, թե որն է ի վերջո իմ կարծիքով այդ բոլոր հայտարարությունների ճիշտը։ Անկեղծ ասած, այստեղ հնչել են փոխադարձ մեղադրանքներ, իշխանության տարբեր օղակների կասկածել են թալանելու, թալան չի լինելու, պետական բյուջեի միջոցները վատնելու մեջ։ Ես գիտեք, անկեղծ ասած, եւ այդ ելույթներից եւ ընդհանրապես տեղեկատվություն ունենալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից, ես կարծում եմ, որ դժբախտաբար նրանք բոլորն էլ ճիշտ են ասում։ Հենց խնդրեմը այդպես է, որ այդտեղ է, որ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության իշխանության վերնախավում ըստ էության գոյություն ունի մի յուրօրինակ կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետությունում, այո, պետք է լինի այն իրավիճակը, որ կա։ Պետք է 120 դրամանոց կաբելը գնել մի քանի տասնյակ հազարանոց դրամներով, որովհետև այդ բոլոր մարդիկ պետական պաշտոնը, եւ դա ցույց է տվել պրակտիկան, ընկալում են որպես հնարավորություն յուրացնելու պետական միջոցները։ Հակառակ դեպքում մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում այս իրավիճակը չէինք ունենա։ Այո, ես հարց եմ տալիս, որտեղից Իշխան Զաքարյանին այդպիսի կարողություն։ Հարցի պատասխանը տալիս է Սերժ Սարգսյանը։ Նա ուղիղ նայում է Իշխան Զաքարյանին եւ ասում է. «Պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե հատուկ քննչական ծառայությունը կարծիք հայտնի վերահսկիչ պալատի նախագահի վերաբերյալ։ Այն, որ Իշխան Զաքարյանը այսօր այստեղ է, նշանակում է նա երաշխիքներ է ստացել, որ հատուկ քննչական ծառայությունը
որևէ կարծիք չի արտահայտելու իր գործունեության, իր ունեցվածքի, իր կյանքի եւ կենսագործունեության վերաբերյալ։ Սա նշանակում է, որ Իշխան Զաքարյանն էլ իր հերթին հանդես է եկել պատասխան երաշխիքներով։ Ես դեմ եմ քվեարկելու պարոն Զաքարյանի թեկնածությանը։ Շնորհակալություն ուշադրության համար։